Հայաստանի կառավարությունն էլեկտրոէներգիայի սակագնի փոխհատուցման բեռնը ամբողջությամբ իր վրա չի վերցնի։ Այս մասին վերջերս հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս նշեց, թե հասարակության մոտ տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն բնակչության, այլ նաև խոշոր բիզնեսի համար։ Իրականում ըստ Աբրահամյանի այդպես չէ։ Ինչպես իրականացնել էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման սուբսիդավորումը եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ խոշոր բիզնեսի վրա թեմայով հրավիրված մամլոասուլիսի ժամանակ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, թե Հայաստանում էներգակիրների հետ կապված խնդիրներն ունեն ինստիտուցիոնալ բնույթ։ Այդպես եղավ գազի սակագնի դեպքում, թե ինչու սահմանի վրա մեկ գին է, իսկ սպառողի համար այլ գին, նույնը հոսանքի հետ է կապված։ Ըստ Մակարյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կարող էր իր լիազորություններն ավելի ճիշտ կառուցել, հարկ եղած դեպքում օրենսդրության փոփոխության միջոցով։ Այն թիվը, որը կառավարությունը նախնական սահմանել է 250 կիլովատ-ժամ ամսվա կտրվածքով, դա ընդամենը մեկ միջին ընտանիքի սպառման համարժեք հզորություն է կամ գումար է։ Դա 4-5 օկյանոս ընտանիքը որքան էլ համեստ կամ միջինին մոտիկ ուզենա ապրել, այնուամենայնիվ այդքան համարյա սպառում է։ Այսինքն ասել, որ այստեղ նաև միայն խոշորն է դուրս մնացել, ճիշտ չի։ Այստեղ նաև դուրս է մնացել փոքր ու միջին ձեռնարկությունը։ Ինչ վերաբերում է հեծում անցկացվելիք աուդիտին, ապա Գագիկ Մակարյանի խոսքով այն կարող է ավարտվել, օրինակ 2 ամիս հետո, սակայն խնդիրն այն է, թե աուդիտն ինչ նպատակ է հետապնդում։ Բացի այդ, Գործատուների միության նախագահի խոսքով Որոտան հեկի օտարումից գոյացած գումարներն անսպառ չեն եւ հետեւաբար դրանք կավարտվեն, իսկ կառավարությունը պետք է այլ ելքեր որոնի։ Կարող են ավարտվել այնպես, ինչպես պետք է ավարտվի, որ ամեն ինչ համապատասխանում է իրականությանը։ Սա մի տարբերակ է։ Այսինքն ոչ մի իրավիճակ էլ չփոխվի եւ ընդհակառակը հիմնավորվի, որ տեխնիկական վիճակը իսկապես բավարար չէ եւ հետեւաբար թանկացումը տեղին է։ Ասուլիսին հրավիրված իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանն էլ ներկայացրեց իր կատարած հաշվարկներն, ընդգծելով, որ հոսանքի սակագնի 7 դրամով բարձրացումը հոսանքի տարեկան սպառման քանակի վրա կավելացնի 36 միլիարդ դրամ։ Ըստ նրա, բնակչության հոսանքի սուբսիդավորումը կառավարության վրա ամսական կկազմի 1 միլիարդ դրամ, իսկ եթե խոշոր բիզնեսն էլ սուբսիդավորվեր, ապա այն կկազմեր 3 միլիարդ։ Տարեկան միջին վիճակագրական ընտանիքի վրա որքան է նստելու էլեկտրաէներգիայի թանկացումը, եթե այն չսուբսիդավորվի եւ արտահայտվի նույն թանկացած էլեկտրաէներգիայով, այն արտահայտվի գնաճով եւ այլն, դա մոտավորապես տարեկան 100,000 դրամ է։ Մեր հարցին, թե ինչու խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն Աբրահամյանի այս հայտարարությունից հետո որևէ դիրքորոշում չհայտնեցին, Գագիկ Մակարյանը նշեց, թե պատճառն այն է, որ նրանք գտնվում են կախյալ վիճակում։ Բացի այդ էլ, որքան խոշոր է, որքան ունեցվածքը շատ է, այնքան նա կախյալ վիճակում է, մանավանդ, որ ինքը գիտի երկու բան։ Առաջինը, որ ինքը ազնիվ ճանապարհով չի հարստացել, երկրորդը նա գիտի, որ գոյություն ունի ոհմակի օրենքը, որտեղ ոչնչացնում են նաև այն գայլին, որը որ ոհմակի օրենքներին չի ենթարկվում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Գյումրիում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հոսանքի 693 դրամով թանկացումը կառավարությունը կսուբսիդավորի Որոտան հեկի օտարման միջոցներից։ Մինչդեռ հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ի իր հայտարարությունում նշել էր, որ էլեկտրաէներգիայի գնաճի ամբողջ բեռն է իր վրա վերցնում Հայաստանի կառավարությունը։